ԿՊ-ում քվեարկությունից հետո, այդ ես պրայմերիզի քվեարկությունից հետո, երևի հիշում եք, Նիկոլ Փաշինյանը ինչ հայտարարություն արեց։ Երկսայր հայտարարությունն արեց, առաջինը վերջապես բացահայտեց հայկական երկաթուղիների հետ կապված ինչ ունի։ Ես կանխատեսել էի, որ նրա իրական նպատակը ըստ էության ռուսական հավատարմագրումից դուրս բերելն է հայկական երկաթուղիներին։ Այ ասում է թրիփը Հայաստանի տարածք չի մտնում, Նախիջևանից Թուրքիա ուղևորվում են ճանապարհով, որ մեր միջազգային գործընկերները ծանրակշիռ վերապահումներ ունեն այն բանի հետ կապված, որ երկաթուղու հավատարմագրային կառավարումը տրված է ռուսներին։ Դրա համար մեր վայ վարչապետը ռուսներին հորդորում է մի երրորդ բարեկամ երկրի փոխանցել այդ հավատարմագրային կառավարումը։ Սա մաքուր մանիպուլյացիա է, որովհետև ցանկացած միջազգային նման փաստարկի դու կարող ես պատասխանել, որ երկաթուղուն Հայաստանի սեփականությունն է եւ ցանկացած հավատարմագրային կառավարում էլ տեղի ունենում Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակում։ Սա մաքուր ներդրումային գործարքայի տարբերություն թրիփի։ Այդ երկաթուղու կոնցեսիոն կառավարումը։ Հա, բայց Նիկոլ Փաշինյանը ինչ խնդիր է լուծում։ Մի կողմից ուզում է երկաթուղի ռուսներից վերցնի կառավարումից, որտեղ ըստ երևույթին նման միջազգային պարտավորություն ստանձնել արևմտյան գործընկերների առաջ ես այստեղ ավելի դոմինանտ եմ համարում արևմտյան գործընկերները, քան Ադրբեջանն ու Թուրքիան։ Մյուս կողմից նա շատ լավ գիտի, որ այդ թրիփը մտնելու է Նախիջևան, Հայաստանի տարած դուրս չի գալու եւ շարունակվելու է Թուրքիայով, այս գլխից փորձում է նման սցենարի անխուսափելիությունը Հայաստանի հասարակության վրա վաճառել են կեղծ թեզով, որ այդպես է ստացվել, ոչ թե որտեղ մենք բաց ենք բանակցել, այլ որտեղ ռուսներն են կառավարում մեր երկաթուղին։ Իրականում դերևս 2 տարի առաջ է Թուրքիան պլանավորել Կար-Սիգդիր Նախիջևան երկաթուղին հենց այդ նպատակով, որպեսզի թրիփը գա, թրիփով մտնեն ուրեմն Նախիջևան, Զանգեզուրի միջանցքը մտնի Նախիջևան, Նախիջևանից ոչ թե Հայաստանով դուրս գա Ախուրիկ, Գյումրի, Կարս, Թուրքիա շարունակի, այլ Թուրքիայի տարածքով գնա եւ հասնի Իգդիր Կարս։ Այսինքն սա արդեն մշակված, մտածված բան է եւ ճիշտ եք ասում, առանց ռուսների անունը տալու, իսկ առանց ռուսների գրպանը գցելու, այդ խնդիրը Փաշինյանը ունի, ոչ թե Ալիևը։ Ալիևը երեք շատ պարզ հասկացրեց, որ ինչ խաղաղության խաշմերուկ գործելու է Ադրբեջան, Հայաստան, Ադրբեջան, նկատի ունի Նախիջևանը եւ Թուրքիա կապը ու դեպի Եվրոպա։ Այսինքն Հայաստանը մնում է ապաշրջափակված, սա էր այս պնդումն էր անում Ալիևը։